ես գիտեի իրանց համար բան եղավ, որ միացրեք հավելվածը ձեր բանկի, տեսնենք որտեղ ուղարկենք այդ գումարը, արդեն դարձել էր 19 միլիոն հայկական դրամ։ Ձեր մտքով չի անցել, որ դա խաբեություն կարող է։ Գիտեք ինչ, ամեն մարդ իր արշինով շրջապատին գնահատում է, քանի որ ես երբեք չէի մտածում, որ կարելի է այդ աշխարհին խաբել։ Ես հավատում էի, ոնց կարելի է այդքան խաբել։ Մի անգամ, երկու անգամ, երեք անգամ հավելվածը բացեցի ուղիղ իրանց հետ։ Տեսան, որ հավելվածում գումար ունեմ։ Բանկի հավելվածը ինտերնետով բացեցի։ Բացում անգամ զգուշացնում են, ասում են ձեր անձնական տվյալները ոչ ոքին մի փոխանցեք, կոդեր են գալիս, կոդերը մի ոնց հետ բերենք մեր գումարը 19 միլիոն կորցնելուց հանգիստ նստում ես, ասում ես չես ոչինչ բան չեմ անում, չեմ հավատում ձեզ։ Տեսեք, հիմա դուք եկել եք դատախազության դեմ եք բողոքում, ոստիկանություն եք, չէ, արդեն դիմել։ Դատախազության դեմ գիտեք ինչու համար եմ բողոքում։ Ես 2 տարի դիմում եմ գրել, որ իմ գործը նայեն, ոչ մի բան չեն անում։ 2 ամիս առաջ այդ Այն 1300-ի ժամանակ գնայիք ոստիկանություն։ Ես 2 ամիս առաջ, ով որ ինձանից ինձ խոստացել էր, որ գումարը պետք է վերադարձնի։ Ինձ հետ պատահական զանգ եկավ, վերցնեմ, տեսնեմ զանգնա, բայց ինքը չի խոսում։ Գրպանում հեռախոսը միացած էր ուղիղ եթեր։ Ու ես լսեցի, որ Երևան Սիթիում են, եկա դատախազություն, դիմում գրեցի, ասում եմ կարևոր նորություն ունեմ դες հայտնելու, խնդրում եմ ինձ ընդունեք, 2 ամիս, մի ամիս հետո նախագահան, այդ կենտրոնական կոմիտեի քննչական բաժնի նախագահան ուղարկում է քննիչին 10 անգամ զանգում եմ չի պատասխանում, մի ամիս հետո էլ քննիչն է զանգում եւ քննիչի մոտ գնում եմ արդեն այդ հանցագործը խոչեր կանգնելու Երևան Սիթիում սպասել թե 2 ամիս հետո մեր օրգանները երբ պետք է գան այդ ես բան չունեմ ասելու, բայց կարելի է չէ մի քիչ օպերատիվնի աշխատել, ոնց կարելի է այդքան անփույթ վերաբերվել, քիչ գումար չի 100 արդեն դարձել է 192,000, ոնց կարող եմ ես այդքան գումար կորցնել, ամեն ինչ վաճառել եմ ես իմ տանը, ամեն ինչ, մեքենա, գարաժ, ոսկեղե, նույնիսկ տան սպասքն եմ վաճառել, որ տան, որ իմ գումարը հետ վերադարձնեն, բացի դրանից է բանկերում վարկեր ունեմ ես, թոշակով չեմ կարողանում այդ վարկերը փակել, հիմա էլ ֆրանսիական կազմակերպություն մի հատ յուրիստ խոստացել է, որ ինձ վերադարձին այդ գումարը, սա փաստաթղթերը որ խոսում են պարկեշտ մարդիկ են թվում